Զորահանդես, կա, հանդիսավոր երդի, առաջին վայրտաուղիկ, մյուսները, աջ, բրս, երկու գծային հեռավորությամբ, հավասարությունը դեպի աջ, քայլով, մարշ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 8-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը գլխավորում են ազգային հերոս Մոնտե Մելքոնյանի անվան զինվորական վարժարանի թմբկահարները, որի առաջին շրջանավարտները ծառայության անցնելով զորամասերում հասել են լուրջ հաջողությունների։ Նրանցից շատերը ուսանում են ռազմական ակադեմիաներում։ Հագեցված ուսումնական ծրագրեր, մարտական արվեստների ուսուցում, արտակարգ իրավիճակների հաղթահարում, մի խոսքով, այստեղ կան բոլոր պայմանները իսկական մարդիկ դառնալու համար։ Վարժարանի պետն է կապիտան Սիրան Մինասյանը։ Հրապարակ է մտնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ուսումնասիրությունները, մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանյաց պետ, գնդապետ Արշավուս Փակյանի գլխավորությամբ։ Արջերի 1999 թվականի շրջանավարտներն են, նորընծա լեգենդները։ Նրանք զորահանդեսից հետո գնում են համանրելու զինված ուժերի պայականը։ Ռազմական ինստիտուտը մասնագիտական և ռազմահայրենասիրական դերակատարության դաշտոց է, որտեղ պատրաստում են տանկային, հրետանային, ազաուտային պաշտպանության, ինժեներական, կապի, հետախուզության, անձնակազմի դաստիարակության գծով բարձրակարգ սպաներ։ Նրանք ստանում են նաև քաղաքացիական բարձրագույն կրթություն։ Ինստիտուտում դասավանդում են փորձառու մանկավարժական բազմամյա աշխատանքային կենսագրություն ունեցող զինվորական գործին նվիրված մասնագետներ։ Ամեն տարի շարք են մտնում նոր ուսումնական մասնաշենքեր, մարզադաշտեր և ուսումնական հրապետարաններ։ Ինստիտուտը ոչ միայն պետական, այլ նաև համազգային հոգատության կրթօջախ է։ Պատահական չէ, որ ինստիտուտի մասնաշենքերից մեկը կոչվում է մեր հայրենակիցներ Իզմիլյանների անունով։ Զինված ուժերի սպայակազմը համանրվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության գործ ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտներով, այլ նաև արտասահմանյան մի շարք երկրների ռազմական բուհեր ավարտած հայ սպաներով, որոնցից շատերը հայրենիք են վերադառնում որպես ուսման գերազանցիչներ։ Զորահանդեսին մասնակցում են նաև հերոսական Արցախի պաշտպանության բանակի խիզախ մարտիկները, մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանյաց պետ, գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորությամբ։ Պաշտպանական բանակի հրամանատարն է Արցախի ազգային հերոս,
ոսկեարդին շքանշանի ասպետ գեներալ լեյտենանտ Սամվել Բաբայանը, ռումբերի և քաղաքական բանսարկությունների կարապիտակ Արցախցին զինվորագրվեց պաշտպանության բանակին, աշխարհին ապացուցելով անկախ և ազատ ապրելու իր անսասան կամքը։ Օրըստօրեն հզորանում է Արցախի բանակը, կատարելագործվում մարդական վարպետությունը և տեխնիկան, հարստանում է ուսումնական բազան, մեծ թափ է ստացել բանակային շինարարությունը։ Այս զորաշարքը վառ վկայությունն է ռազմավարական խոշոր նշանակության հաղթանակների Շուշիից մինչև Խարվաճար, Մարտակերտից մինչև Օրագիծ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանության կազմակերպման, բնակավայրերի ազատագրման համար մղված պարտերում Մոնտեն Էլկոնյանը և Յուրա Պողոսյանը հետ մահու արժանացան ազգային հերոսի կոչման, նրանց անունները ոսկե տարրերով գրվեցին հայոց ազատամարտի պատմության մեջ։ Փառք Արցախի ազատատենչ բանակին։ Հրապարակ են մտնում զինված ուժերի առաջին բանակային կորպուսի ստորաբաժանումները։ Կորպուսի հրամանատարն է մարտական խաչ առաջին աստիճանի սուտանշանի ասպետ գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանը։ Շարաշյունը գլխավորում է կորպուսի շտաբի պետ գնդապետ Քոչունձը։ Անցած տարիները նշանավորվեցին նոր նվաճումներով։ Առաջին կորպուսում շարք մտան նոր զորանոցներ, ռազմահամալիրներ, բարելավվեցին սպառազինությունը, զինծառայողների ու դուր կենցաղային պայմանները։ Հանրապետության հարավ-արևելյան սահմանները պաշտպանում են մոտոհրաձգային զորամասի մարտիկները։ Նրա շարքերում սխրանքներ են գործել և անմահացել մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետներ Արա Հարությունյանը, Հայրապետ Նավասարդյանը, Մեհակ Մեհակյանը, Արմեն Հայրապետյանը, Գագիկ Մարգարյանը, կին ազատամարտիկներ Էլինե Բդոյանը, Գալինե Գևորգյանը, Ռուզաննա Եսայանը յորիչներ։ Հանրապետության հարև-արևելյան սահմանների պաշտպանությունը իրականացնում է նաև Գորիսի զորամասը փոխգնդապետ Աշոտ Միքայելյանի հրամանատարությամբ։ Այս զորամասի մարտիկները միշտ փառքով են դուրս եկել թեժ մարտերի պատերաբեմից։ Զորահանդեսը շարունակում են կենտրոն բանակային կորպուսի մարտիկները։ Կորպուսի հրամանատարն է մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ գեներալ-մայոր Վենիկո Ապրիանովը։ Կորպուսի կազմում առապան ծավալույթներով ստորաբաժանումներն են մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ գնդապետ Սեյրան Սարոյանի, արիության մեդալի արժանացած փոխգնդապետներ Մուրադ Աբրահամյանի, մոտոհրաձգային զորամասերը, Վահան Արսենյանի հրամանատարությամբ գործող զորամասը։ Զորամիավորման շարքերում են կռվել, հերոսացել մարտական խաչ շքանշանի ասպետներ Գևորգ Չոլախյանը, Ալեքսանդր Ղազագուլյանը և Գարիկ Գրիգորյանը։ Մարտական խաչ երկրորդ աստիճանի ասպետ Ռասմիկ Պետրոսյանը այսօր էլի պարտքն է կատարում, ղեկավարելով մոտոհրաձգային զորամասը։ Զորամիավորման ստորաբաժանումները փառքով են ցուցակել իրենց մարտական ուղին և կարող են հպարտանալ ոչ միայն հաղթանակներով, այլ նաև դաստիարակապ կադրերով։ Գեներալ-մայոր Ստեփան Միրզոյանի հրամանատարությամբ մարտական բարձր պատրաստականություն ունեցող Վանաձորի, Երևանի, Շաուշի, Նոյեմբերյանի մոտոհրաձգային զորամասերից կազմված բանակային կորպուսը պաշտպանում է հանրապետության հյուսիս-արևելյան սահմանները։ Զորամասերը ստեղծվել են հատուկ գնդի բաշտերից և կամավորական ջոկատներից, որոնք համառ և թեժ մարտերում ազատագրել են հակառակորդի կողմից գրավված տարածքներ։ Հրամանատարներ Լովա Երանոսյանի, Հրաչ Մեսրոպյանի, Ռոմիկ Մարգարյանի, Արմեն Թումանյանի և մարտական խաչի ասպետներ գնդապետ Բավալյանի և Վալոժա Դարքինյանի ավանդը մեծ է հայոց բանակի կայացման և զորացման գործում։ Սահմանային մարտերի ուղղով անցած հրամանատարները այժմ իրենց փորձը փոխանցում են նոր սերնդին։
բաժանումները մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ գեներալ-մայոր Յուրի Խաչատուրովի հրամանատարությամբ։ Չորրորդ բանակային կորպուսը պաշտպանում է հանրապետության հարավ-արևմտյան սահմանները։ Իսական աշխարհյան զորն է նստում Սիսիանի փառապանց մոտոհրաձգային գնդի ռազմիկները։ Գնդի հրամանատարն է մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ գնդապետ Հովհաննես Ազոյանը։ Գունդը կրծվել է երկրի արևելյան սահմանների պաշտպանության դրե օղակում։ Հարկ Սյունյակ աշխարհյան առիթներների քաջարի պաշտպանների։ Առաջին զորակոչով կազմավորված Անդրանիկ գնդի ծնվեցին Վայոց ձորի մոտոհրաձգային գունդը արիության մեդալով պատկեվադրված փոխգնդապետ Հովիկ Օհանյանին եւ Արարատի մոտոհրաձգային գունդը գնդապետ Սուրեն Գևորգյանի հրամանատարությամբ։ Այս զորամասերն անցել են մարտական Ղարաբաղ։ Զորավիավորման շարքերում մարտական մտավորություն են ստացել։ Իրենց դաշության եւ ապստամբության համար մարտական խաչ շքանշաններով եւ արիության մեդալներով պատկեվադրվել են գնդապետ Մելիքսետ Պողոսյանը, փոխգնդապետ Համլետ Խանգամյանը, մայոր Գրիգոր Մարտինյանը, հետմահու գնդապետ Լևոն Հովհաննիսյանը, մայոր Գուրգ Ոսկանյանը, բանաստեղծ Աղբան Մինասյանը։ Այսօր էլ սահմանային գծում անմնացորդ նվիրումով իրենց պարտքն են կատարում զորամիավորման մասնակիցները։ Շարասյունը շարունակում են բանակային կորպուսի մարտիկները մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ գնդապետ Ֆելիքս Գզոկյանի հրամանատարությամբ։ Բանակային կորպուսը զինված ուժերի նորաստեղծ զորամիավորում է։ Նրա կազմում է Երևանի մոտոհրաձգային գունդը, որն առաջինը գրեց բանակային պատմությունը, սկզբում ներքին գործերի նախարարության, ապա պաշտպանության նախարարության կազմում։ Նա հանդիսացավ գրեթե բոլոր սահմանամերձ շրջանների զորամասերի հիմքը։ Գնդի հրամանատարն է արիության մեդալի արժանացած փոխգնդապետ Ալբերտ Գալստյանը։ Զորամասի շարքերում են մարտնչել եւ աննահասել ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը, Իզակ հրամանատար, մարտական խաչ շքանշանի ասպետ Վալոդյա Դաքինյանը, մարտական խաչ շքանշանի ասպետ Գագիկ Նեֆոնյանը այսօր էլ իր պարտքն է կատարում ղեկավարելով ուսումնական զորամասը։ Նուբարաշենի մոտոհրաձգային գնդի եւ հանրապետության տարբեր մարզերում տեղակայված զորամասերի զինծառայողները աչքի են ընկնում մարտական բարձր պատրաստականությամբ։ Անգելի են ընթանում ուսումնամարզական վարժանքները։ Զորամասի շարքերում սխրակներ են գործել մարտական խաչ շքանշանի ասպետներ Վահագն Վարդանյանը, Գևորգ Ղազարյանը, Մայիս Սիրեկանյանը, Հովսեփ Հովսեփյանը, Հենրիկ Ղազարյանը։ Հատուկ նշանակության առանձին գունդը մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ գնդապետ Արթուր Սիմոնյանի գլխավորությամբ անցել է փառապանց մարտականին։ Գնդի մարտիկները մասնակցել են սահմանամերձ շրջանների պաշտպանությանը եւ այսօր էլ պատրաստ են իրագործելու ցանկացած առաջադրանք։ Գնդի զինծառայողները աչքի են ընկնում մարտական բարձր պատրաստականությամբ եւ հմտությամբ։ Հարկ հատուկ նշանակության առանձին գնդի մարտիկների